Այսօր ինչից ես խոսելու։ Առողջության 5 միֆերը։ Բոմբ վիդեո է ստացվելու։ Վայ, իմ աշխատանքն էլ է համարյա նույն թեմայի մասին։ Առողջ սնունդը եւ մարդու մտավոր կարողությունները։ Այսօր ես կբացահայտեմ 5 միֆ առողջության մասին եւ տաթև ինչ է պետք ուտել, որ հիշողությունս լավանա։ Այ շատ լավ ինֆորմացիա կա։ Նոր եմ գտել։ Իռլանդիայի առողջ սննդի համալսարանի եւ Հայաստանի գիտնականների համատեղ հետազոտությունը պարզել է, որ արարատյան դաշտի ուրցի 1 գրամ չոր տերևը պարունակում է ֆերմենտներ, որոնք ակտիվացնում են ուղեղի աշխատանքը 10 անգամ եւ թույլ են տալիս հեշտությամբ հիշել մեծ ծավալի ինֆորմացիա։ Տես է, ուրցով թե է պետք։ Նրանք, ովքեր ամեն օր ուրց են օգտագործում, անգիր կարող են հիշել մինչև 100 էջ տեքստ։ Հե՞, ուրց օգտագործելով 100 էջ։ Հաստատ, մի հատ ուր կարդամ։ Իսկ քեզ ոչինչ չի անհանգստացնում։ Օրինակ ինչ։ Օրինակ, որ կասկածելի է հնչում Իռլանդիայի առողջ սննդի համալսարան։ Այդպես էլ գիտեի, այն գոյություն չունի։ Տես, նոր ստուգեցի։ Այ քեզ բան։ Ուրցն էլ լավ բան է եւ օգտակար, բայց ոնց որ նման ֆենոմենալ հատկություններ չունի։ Այս նյութը քեզ որտեղից։ Նեյրոցանցին հարցում արեցի, սա տվեց։ Այսինքն խաբել է։ Չի խաբել, բայց սա արհեստական բանականության հալյուցինացիաներն են։ Շատ տարածված խնդիր է։ Երբեք չի ասում չգիտեմ։ Սկսում է հորինել կամ էլ վերցնել հայտնի ու կարևոր մի քանի բան, միացնել իրար առանց պատճառահետևանքային կարևոր կապերը հասկանալու։ Ես էլ ուրախացա, ասացի գործս կթեթևացնի։ Փաստորեն նեյրոցանցից օգուտ չկա։ Ինչու՞ չկա։ Ուրիշ հարցում լավ էլ կարող է օգնել։ Արի փորձենք այլ կերպ աշխատեցնել։ Հորինիր առողջ սնունդը եւ մարդու մտավոր կարողությունները թեմայի համար դիզայնի 3 տարբերակ։ Կանաչ գույնը շատ լինի, անիմացիոն ոչի։ Այսա իրոք հրաշք է։ Ապրես։ Նեյրոցանցը պատասխանատու է դիզայնի, իսկ դու ստուգված ինֆորմացիայի համար։ Ես էլի վերջո նկարեմ իմ բլոգը։ Այսօր ես կբացահայտեմ 5 միֆ, չէ, 6 միֆ առողջության մասին։ Եվ առաջինը վերաբերում է ուրցին։ Արհեստական բանականությունը պարզապես գործիք է քո ձեռքերում։ Մտածիր, վերլուծիր եւ մի մոռացիր ստուգել։